Ուրեմն սկսենք մարտի 28-ի օրվանից, հենց մեր նախորդ ասուլիսի օրվանից երեկոյան այդ օրը տեղի ունեցան ավարտական հանրահավաքները քարոզարշավին մասնակցող ուժերի եւ Գյումրիում մասնավորապես տեղի ունեցավ եզրափակիչ հանրահավաք ի պաշտպանության իշխանության տեխնացու Սարիկ Մինասյանի։ Այդ հանրահավաքի ներկային բազմաթիվ քաղաքացիներ եւ լրագրողները եւ մեր դիտորդները արձանագրեցին այն փաստը, որ քաղաքացիներից շատերին այդտեղ բերել էին կոլեկտիվներով Գյումրիի մի շարք պետական հաստատություններից, ինչպիսին են օրինակ բժշկական կենտրոնները, ինչպես նաեւ որը շատ տարօրինակ էր մեր համար, Շիրակի մարզի այլ բնակավայրերից մեծ խմբերով մարդկանց էին բերել, ու այդ քաղաքացիները ընդհանրապես ընտրությունների հետ որևէ անմիջական առնչություն չունեն, իրանց ներկայությունը այնտեղ նույնիսկ հասկանալի չէր եւ ավելին ձեզ ասեմ, երբ որ լրագրողները կամ մեր դիտորդները մոտենում են իրանք խուսափում էին խոսելուց, հաճախ շրջվում էին, ընդհանրապես չէին ցանկանում ներկայանալ, ցույց էին տալի, որ ինչ որ իմաստով իրանք այդտեղ են գտնվում ոչ այդքան էլ իրենց կամքով։ Մենք չենք կարող միարժեք պնդել, որ իրանց նկատմամբ հարկադրանք ա եղել, որովհետեւ որևէ մեկը տեսախցիկի առաջ դա չի խոստովանել, բայց մյուս կողմից դատելով այդ ամբողջ պատկերից, նայած որ մարդիկ այդ հանրահավաքից արագ հեռանում էին նաև եւ այլն, մենք կարծում ենք, որ առնվազն կարելի է այդպիսի ենթադրություն անել եւ որ այդպիսի ենթադրությունը պետք է ստուգվի։ Հիշեցնենք ձեզ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 236 հոդվածը պատիժ է սահմանում, քրեական պատիժ է սահմանում քաղաքացիներին հարկադրանքով հանրահավաքի բերելու համար։ Ոստի մենք առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության դատախազությանը, որը ամբողջ այս ընտրական գործընթացի ընթացքում հատուկ ջանասիրություն էր ցուցաբերում ընտրական օրենսդրության եւ քրեական օրենսգրքի նաեւ խախտումներ արձանագրելու մասով, տվյալ դեպքում եւս ցույց տալ նմանատիպ ջանասիրություն եւ այս դրվագը հետաքննել։ Շատ քաղաքացիների դեմքեր ըստ էության ֆիքսված են տեսախցիկներում, այդ քաղաքացիներին կարելի է հրավիրել հարցաքննության, բարձել արդյոք իրենց կամքի նկատմամբ եղել է որոշակի անթույլատրելի ներգործություն, հարկադրանք եւ այլն։ Որտեղ ինչպես ես արդեն ասացի 236 հոդվածի տրամաբանությամբ քրեական օրենսգրքի դա արգելված եւ քրեորեն պատժելի արարք։ Երկրորդ դրվագը, որի մասին ես կուզենայի խոսալ, եւ քվեարկության նախորդող այսպես կոչված լռության օրը եւ քվեարկության օրը քաղաքացիական պայմանագրի պաշտոնական էջը Facebook-ում շարունակում էր քարոզչություն անել սեփական տեխնացուի օգտին։ Այդ քարոզչության, այսպես ասած, սկրինշոթերը մենք հատուկ պահպանել ենք եւ կներկայացնենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դա արգելված է։ Դա արգելված է ընտրական օրենսդրությամբ, սակայն դա տեղի ունի։ Դրան զուգահեռ քաղաքացիական պայմանագրի մի շարք քարոզիչներ, ինչպիսիք են Վիգեն Ծատրյանը, Հայկ Թորոյանը, Մեդիանյուզ եւ Civic AM կայքերը իդենտիկ բովանդակությամբ հակաքարոզչություն են իրականացնում մասնավորապես Գյումրիում, թե Փարաքարում եւս, բայց առաջին հերթին Գյումրիում քաղաքացիական պայմանագրի մրցակիցների նկատմամբ, որը եւս արգելված է լռության եւ քվեարկության օրը։ Հատուկ ցանկանում ենք նաեւ նշել, որ քաղաքացիական պայմանագրի падգամավոր Վահագն Ալեքսանյանը ընտրության օրը, այսինքն քվեարկության օրը, զրպարտչական հայտարարություններ արել իր պաշտոնական էջում եւ որը արտադրվել է նաեւ Civic-ում եւ Media-News-ում, իդեպ ցույց տալով դրանց փոխկապակցվածությունը, զրպարտչական արտահայտություն է արել հայաքվե դիտորդական առաքելության հասցեին, կոչելով այն կեղծ դիտորդական առաքելություն, որովհետեւ կերպ դա չհիմնավորելով։ Իր բացատրությունը ընդհանրապես այն էր, որ 31-70 տեղամասում մենք կոնկրետ դրվագ ենք արձանագրել, որի դեպ վիճելի դրվագ է, որովհետեւ երկու կողմից էլ կարելի է դրան նայել, եւ այդ դրվագի արձանագրումը իր համար հիմք է հանդիսացել պնդելու, որ մենք կեղծ դիտորդական առաքելություն ենք, թեև մենք ըստ էության օրվա ընթացքում 98 ընտրական տեղամասում ենք աշխատել Գյումրիում եւ Փարաքարում եւ ոչ մի տեղամասից հանձնաժողովների նախագահներից, քարտուղարներից, անդամներից որևէ վերապահում մեր աշխատանքի հասցեն չի ինչել, որ մենք օրինակ խախտել ենք դիտորդի պարտավորությունները, ունեցել ենք որևէ կողմնակալություն, փորձել ենք քաղաքացիներ ուղղորդել այս կամ այն ուղղությամբ, բացարձակ որևէ վերապահում մեր աշխատանքի վերաբերյալ չի եղել, սակայն պարոն Ալեքսանյանը իրան թույլ է տվել այդպիսի զրպարտչական արտահայտություններ անել։ Ես հատուկ կարծում եմ, որ պարոն Ալեքսանյանը կամ պետք է ներողություն խնդրի հաշվի առնելով մասնապես իր հանրային կարգավիճակը, կամ պետք է փաստեր ներկայացնի, որ մենք որպես դիտորդական առաքելություն կեղծ ենք եւ հանդես ենք գալիս տեխնացուներից ինչ-որ մեկի օգտին։
դա բացառված է բնականաբար եւ մենք միարժեք մերժում ենք այդպիսի կանխավարկածը, բայց կամ իսկապես թող ինքը այդպիսի փաստեր ներկայացնի կամ ներողություն խնդրի ձեր պարտության համար։ Նշեմ նաեւ որ նույն այդ օրը պարոն Ալեքսանյանի հետ փոխկապակցված այդ նույն երկու կարիքերը նաեւ իմ հասցեին են անձնապես զրպարտչական արտահայտություններ արել, նշելով որ ես դատապարտված եմ, դատարանով դատապարտված եմ ուսանողներին հանրավակ տանելու համար եւ այլն։ Հատուկ ուզում եմ շեշտեմ այն մարդկանց, որոնք ընդհանրապես ասած չեն հասկանում ինչա անմեղության կանխավարկած։ Ուրեմն այդ նույն Media News-ի կողմից հրահարված, սադրված գործողությունից հետո արդեն 3 տարի անցել, օրինական ուժի մեջ մտած որևէ դատավճիռ չկա, ավելին այս ընթացքում վերաքննիչ քրեական դատարանը փաստել է, որ դատարանում ընդհանրապես փաստեր չեն ներկայացված իմ մեղքի մասին։ Ուստի հարգելով անմեղության կանխավարկածը, ես կարծում եմ, որ այդ կայքերը եւս պետք է ընդհանրապես հեռացնեն այդ հրապարակումները եւ ներողություն խնդրեն ինձանից։ Վերջապես կուզենայի անդրադառնալ եւս մեկ դրվագի, որին ես անձամբ եմ ականատես եղել, ընդ որում այդ քվեարկության օրվա զգալի մասը անցկացրել եմ հենց այդ հատվածում, դա Գյումրիի 3169 եւ 3170 ընտրատարածքներն են, որտեղ ըստ լուրերի այդ հատվածում ծնվել էր քաղաքացիական պայմանագրի տեխնացու Սարիկ Մինասյանը, որը այսպես ասած ծննդավայրն է։ Այս երկու ընտրատարածքները շատ կոնկրետ առանձնացել են ոչ միայն բարձր ընտրական մասնակցությամբ, այլև իշխանության տեխնացուի օգտին տրված անոմալ բարձր ձայնով։ Եթե Գյումրիում միջինում ստացել է 36% քաղաքացիների աջակցություն, ապա 69 ընտրատեղամասում ստացել է 57%, իսկ 70-ում 68%, որը ընդհանրապես ասած ամենաբարձր թիվն է որևէ տեխնացուի օգտին տված է։ Այսինքն դա զուգորդվում է եւ բարձր ընտրական մասնակցությունը կոնկրետ տեխնացուի օգտին տված շատ բարձր ձայներին, որը ինքնին կարող էր նորմալ լինել, եթե այդ երկու ընտրատեղամասերի շուրջը եւ նրանց ներսում օրվա ընթացքում անընդհատ խախտումների մասին բողոքներ չստացվեն, ընդ որում ոչ միայն մեր դիտորդական առաքելությունից, այլև այլ դիտորդական առաքելություններից, վստահված անձանցից, լրագրողներից, դուք եք ձեզանից ոմանք եղել այդտեղ եւ կարող եք ականատես լինել, որ այդ ընտրատարածքների շուրջը օրվա ընթացքում անընդհատ կային կուտակումներ, ընդ որում հիմնականում տես մոտապես նույն տեսքի, նույն կերպ հագնված, մոտապես նույն տարիքային խմբի եւ նույն սեռային խմբի քաղաքացիների, հա։ Մեկ, երկրորդը զգացվում էր, որ նրանք փորձում են ներգործել քաղաքացիների վրա, որոնք գալիս էին ընտրական տեղամաս, ավելին մենք կարողացել ենք արձանագրել այստեղ ներկա նաև Լիա Սարգսյանի աջակցությամբ այդ ընտրատեղամասերի մեջտեղում ընտրատեղամասից տարածությունը 35 մետր հեռավորության վրա գործող ապօրինի ընտրական շտաբի արկայությունը, նույն Սարիկ Մինասյանի ընտրական շտաբի արկայությունը, քանի որ ներսում իր պաստառներն էին փակցված, որոնք եւս փորձում էին քաղաքացիներին ուղղորդել եւ երբ որ մենք փորձեցինք այդ շտաբը ներթափանցել, բնականաբար տեղի ունեցավ այն միջադեպը, որը շատերը գիտեք, երբ որ մեզ պարզապես արգելեցին ներս մտնել, թեև դա հանրային տարածք էր։ Նաև ընտրատարածքների ներսում 69 ընտրատարածքից պարբերաբար բողոքներ էին ստացվում կուտակումների մասին, որոնք անթույլատրելի են, 70 ընտրատեղամասից, որը մի քիչ ավելի ծավալուն էր իր չափերով, բողոքներ են ստացվել մի քանի անգամ բաց քվեարկության մասին, ուստի այդ բոլորը համախմբի մեջ եթե մենք դիտում ենք, կարող ենք ենթադրություն կատարել, որ այդ կոնկրետ երկու տեղամասերում քվեարկության արդյունքները հավաստի չեն եւ չեն արտացոլում բնակչության իրական կամք եւ մենք կոչ ենք անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատուկ ուսումնասիրել այդ երկու ընտրատարածքներից ստացվող բոլոր բողոքները եւ որոշում կայացնել արդյոք վավեր են ճանաչվում այդ երկու ընտրատեղամասերում տեղի ունեցած քվեարկության արդյունքները։